հասկանալ ինչու Հայաստանը Իրանի տարածքում չէ այդ զորավարժությունները անցկացնում, ինչու որ տրամաբանական կլիներ, ինչու Իրանը Հայաստանի տարածքում չի անցկացնում։ Հայաստանը ԱՊԿ անդամ է մի կողմից, մյուս կողմից Եվրոպայի եւ Ամերիկայի հետ փորձում է ինչ-ինչ հարաբերություններ ունենալ։ Այո։ Ես չեմ ասում գնում է դեպի Եվրոպա բան այդ հեքիաթասացությունը իհարկե չեմ զբաղվի, կան մարդիկ զբաղվում են։ Դա համարում եք հեքիաթասացություն։ Հեքիաթասացություն։ Բայց մենք կարող ենք մի ամբողջ թողարկում դրան նվիրել, բայց բոլոր դեպքերում իրենք կախված են այդ հարաբերություններից այս կամ այն չափով։ Այսօրվա Տրամպի ադմինիստրացիայի դա նույնն է, ոնց որ գնալ այս բաժակ ջուրը շփել անձամբ Տրամպի վրա, այսօր Իրանի տարածքում հայկական բանակ մտնի կամ իրանական Հայաստան մտնի, դա մի պատմություն է։ Իսկ բանը պարզ է, որ ցույց է տալիս, որ նույնիսկ ցամաքային պատերազմի դեպքում Սյունիք մտնելու իրավունք ադրբեջանցիները չունեն, ասում է Իրանը։ Այսինքն դա որպես առիթ օգտագործել եւ փորձել մտնել Սյունիք, միաժամանակ հարված են ստանալու նաեւ Իրանից։ Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք, բարի դրացիական, բայց դաշնակից չենք։ Իրանը որևէ բանով մեր հետ պարտավորություն չուներ մեր հանդեպ 44-րդ ժամանակ իրականում։ Այսօր չունի։ Մենք էլ Իրանի վրա հարձակման դեպքում բացի չեզոքություն պահպանելով եւ մեր տարածքը, ասենք, որևէ գործողության համար չտրամադրելուց, ինչ կարող ենք անել, չենք կարող պատերազմ մտնել, չէ՞ ինձ։ Մենք դաշնակիցներ չենք։ Եվ այդ առումով Հայաստանը չունի այս բանի դաշնակից, հետո Ռուսաստանը դա ոչ միայն դաշնակից չի, դա հակառակորդ պետություն է, մեղմ եմ ասում, որովհետեւ դա պետություն է, որը գեոպոլիտիկ կարևորագույն հարցերում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունի թշնամական նույնիսկ նպատակներ, կարևորը վերաբերում բանդամեմությունները, նպատակներ, սկսած միջանցք, ինքնիշխանություն, պաշտպանունակություն, տնտեսական զարգացում, աշխարհի հետ կապեր, ամեն ինչում հակառակ։ Եվ այս կառավարությունը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությանը դաշնակիցներ պետք չեն, Հայաստանի Հանրապետությունը պետք է ինտեգրվի այն միջավայրին, այն ռեգիոնին, որում մենք ապրում ենք, որ դա շատ ավելի հեռանկարային, ըստ իրենց, շատ ավելի գիտակից եւ շատ ավելի այսպես չափած ձևած հաշվարկված ուղի է։ Իրենք դրա մասին ասում են անընդհատ, նաեւ երևի տարածաշրջանային տրամաբանության մեջ դա նկատի ունեք։ Նիկոլ Փաշինյանը դրա մասին ասում է կանոնավոր, իր շուրջը հավաքված այդ քայլիստները դա ասում են կանոնավոր, ընդհանուր մինչև արտաքին գործերի նախարար, ընդհանուր մինչև, որը պաշտոնապես մեր արտաքին քաղաքականությունն է ներկայացնում։ Մեր արտաքին քաղաքականությունը պաշտոնապես երկու հոգի է ներկայացնում, վարչապետը եւ ԱԳՆ-ը։ Մնացածը կարելի ասել կարծիք էր։ Այ Արսեն Թորոսյանին կանչեք, ինքը բազում անընդունելի մտքեր իմ տեսակետից անընդունելի լավ էսպես ասեմ, կասի, այդ սրա հետ, բայց դուք ինքը պաշտոնական չի։ Հա ինքը իշխող կուսակցության անդամ։ Կարծիք։ Ոչ կարծիք դա միայն Արարատ Միրզոյանն է եւ Նիկոլ Փաշինյանն։ Եվ նույնիսկ իրենց կողմից բազմիցս այդ կարծիքը արտահայտվել է, որ որևէ ռազմաքաղաքական բալանս չի կարող փոխարինել հարևանների հետ բարելավելը, ցանկացած քայլ, այս բանի Եվրոպան հեռու է, Ամերիկան հեռու է, Ռուսաստանը հեռու է, Չինաստանը հեռու է, Ավստրալիան հեռու է։ Ազգային ժողովը ընդունեց այդ երկրորդ ընթերցմամբ եւ նախագահ ստորագրեց այդ օրենքը։ Ուրեմն շատ հետաքրքիր բան է, շատ հետաքրքիր տրամաբանություն է։ Իրենք բանակցում են ոչ շատ հաջող, իհարկե, անդադ զիջելով եւ այլն, որովհետեւ պարզ է, որովհետեւ հակառակ կողմի տրամադրվածությունը իրենք չեն ուզում Հայաստանի հետ ինտեգրվեն, իրենք ուզում են Հայաստանը ուտեն, իրենք ուզում են Հայաստան չլինի։ Ովքեր։ Ադրբեջանը, Թուրքիան։ Բնական է, որ ասենք իրենք չեն ուզում մեր հետ ինտեգրվել, ինչի համար պետք է ինտեգրվեն։ Բայց մենք ուզում ենք իրենց հետ ինտեգրվել։ Այ մենք ինտեգրված էինք Օսմանյան։ Մենք ասելով մենք Օսմանյան կայսրությունում ինտեգրված էինք մինչև չգիտեմ որ աստիճան եւ ինչ վերջը Օսմանյան կայսրությունը իր համար ինչ որոշում ընդունեց հայերի պահով։ Լավ, գանք Եվրամիության հետ։ Մի բանը։ Հիմա նայեք, բանակցությունները վատ են գնում։ Փաշինյանը եւ իր շրջապատը շատ լավ հասկանում են, որ այս բանակցությունները իրենք են ռիսկային։ Կոպիտ ասած, մինչև մենք ինտեգրվենք, մենք կարող է չլինենք ընդհանրապես։ Եվ իրենց պետք է, դա իրենք անվանում են դիվերսիֆիկացիա, դա էլ իրենց բառերը, բալանսավորված քաղաքականություն։ Իրենց պետք է երաշխիքներ,
ինչ են իրենք ասում, ասեն եվրոդիտորդներ թող լինեն, որ Ադրբեջանը անդադ մեզ չխփի եւ մեզ չմեղադրելով չսկսի ագրեսիա։ Գալիս են եվրոդիտորդները ասում են, բայց երբ որ մենք Ադրբեջանի հետ վերջնականորեն պայմանավորվենք, դուք այստեղ գործ չունեք, հավաքում եք ձեր փասափուսակը եւ այստեղից գնում եք։ Նույնը վերաբերում է բոլոր այդ լուծումներին։ Գնում ենք դեպի Եվրամիություն, հա, Ադրբեջանի մասի մենք մենակ չենք։ Թուրքիայի իմացի մենք մենակ չենք, նույնիսկ Ռուսաստան իմացեք մենք մենակ չենք, որպեսի մեզ չուտեն, բայց եթե դուք մեզ լավ առաջարկ անեք, ամեն օր ճչում է բոլոր անկյուններից, եթե թարգմանենք այդ լեզվի վրա Նիկոլ Փաշինյանը, ապա մենք ռեգիոնում է ճակատագիրը հայ ժողովրդի որոշում, ոչ թե ինչ որ։ Այսինքն հարավային Կովկասը դա Եվրոպա չէ, ըստ Փաշինյանի։ Այդպես մտածում է Իվանիշվիլին, Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Պուտինը, իրենք այդպես են մտածում։ Իրենք այդ առումով բացարձակապես նույն գծի վրա։ Բայց նորից եմ կրկնում ազգային ժողովը երկու ընթերցում։ Դա երաշխիք է, որ մեզ ոնց են ասում, բանը ճամփին չուտեն։ Պարզապես այդ դեպի երջանիկ ռեգիոնալիստական ապագա ճամփին չուտեն։ Հետո իրենք են ասում բանը օգտագործած իրի նման պետք է շպրտել եւ Եվրոպայի հետ կապերը եւ Ամերիկայի։ Դա իրենց իդեալն է։ Բանը Մոսկվան փոխարինել Անկարայով։ Սա իրենց թվում է, ես չեմ չափազացնում։ Եթե մի քիչ իրենք այն ինչ որ մասնավոր խոսակցություններում են ասում կամ իրար մեջ խոսում, մի օր հանդգնեն եւ գան այստեղ ասեն, իրենց թվում է, որ դա շատ խորը գիտակցված, տրամաբանական եւ էֆեկտիվ քայլ է։ Մոսկվան փոխարինել Անկարայով։ Սրա մասին է խոսում։ Երբ որ մարդը կոնկրետ հարթակում, ինչպես օրինակ շատ իմ կողմից սիրված հարգված Նոյան Տապան հարթակն է։ Խոսում է որպես վերլուծաբան, իր նպատակը լուծումներ առաջարկելը չէ, իր նպատակը բացահայտել տարբեր երևույթների, իրադարձությունների եւ գործողությունների իմաստները եւ փոխկապակցվածությունը։ Այսինքն դա նույնն է, ոնց որ գնալ քիթկոկորտ բժշկի մոտ եւ պահանջել ընդհանուր իմունային համակարգի եւ այլն կամ ասենք կույրաղիկի խնդրի լուծման, այդպես չէ։ Որպես կանոն ես եւ իմ ընկերները այստեղ լինում ենք որպես վերլուծաբան։ Բայց դա չի նշանակում, որ մենք մեր գործունեությունը սահմանափակում ենք միայն վերլուծական գործունեությամբ։ Մասնավորապես Կարեն Սարգսյանը եւ ձեր խոնարհծառան հիմնադրել ենք Եվրատիպը, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմ հասարակական կազմակերպությունը, որը այսօր արդեն փորձում է համախոհներ եւ փորձագետներ ներառելով տալ կոնկրետ այն լուծումները, ոչ թե այն ինչ որ ես եմ հիմա մտածում, ես կարող եմ ասել շատ բաներ թե ինչ սա այսպես, թե ինչպես կարող է Հայաստանը դուրս գալ այս փոսից եւ վերապրել այս փոթորիկները, բայց պետք է միանգամից ասեմ, որ անվանումը հասարակական կազմակերպության արդեն մոտավորապես մեր մտքի ուղղությունը ցույց է տալիս ակնհայտորեն, որ մենք դա տեսնում ենք Եվրատլանտյան, իսկ մասնավորապես այսօր արդեն հանգամանքները փոխվում են ավելի շատ եվրոպական ինտեգրացիայի մեջ, որը ոչ միայն տնտեսական գործոն է, ոչ միայն քաղաքակրթական գործոն է եւ այլն, դա դառնում է մեր աչքի առաջ, դառնում է ռազմաքաղաքական գործոն։ 3-ից 5 տարում Եվրոպան լիարժեք լինելու է աշխարհում գոյություն ունեցող ռազմաքաղաքական միավորներից մեկը։ Այդ աշխատանքները հիմա տարվում են, կա փող, կա պատասխանատուներ եւ կա կամք։ Արևմտյան քաղաքակրթության մեջ, եթե որևէ մեկին տալիս են փող, նշանակում են պատասխանատու եւ դնում են նպատակ, դա արվում է։ Եվ վերջ։ Ի տարբերություն ասիական քաղաքակրթության, որտեղ կարող է հազար մի տարբերակ լինել, կարող է արվի, կարող է չարվի, կարող է խոստում տրվի, խոստումն է, կարող է պրիորիտետները փոխվեն, կարող է, չգիտեմ, ավելի հետաքրքիր բաներ լինեն աշխարհում։ Այդ որոշումը ընդունված է։ Եվ մեծ առումով ռազմավարական առումով, որտեղ մարտավարական մենք կարող ենք դիսկրետ ամեն հարցը քննարկել։ Այդ միավորման հետ առավելագույն ինտեգրացիան մեծ հնարավորություն կտա վերապրել ռուսների հեռանալը հարավային Կովկասից, որը մեր հետ կապված չի։
հա, բան չի, այսինքն չունեմ ես կոճակ, մենք ունենք քաղաքական գործիչներ, որ կարծում են իրենք ունեն այդ կոճակը, որ սեղմեն եւ Ռուսաստանը չգնա, հետո սեղմեն եւ Ռուսաստանը հետ գա։ Ռուսաստանը դուրս գալ Հարավային Կովկասից, վերապրենք առանց այլ երկրների գաղութ դառնալու եւ մեր կյանքը եւ արժանապատվությունը եւ ազատությունը հարցականի տակ դնելու։